Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վետայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիայի մակրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, երազներ եմ մեկնաբանում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարող այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր ուղիղետերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Contact-ում, Telegram-յան ալիքներում, Facebook-յան ալիքներում, Adnaclick-ում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, տեղեկատվություն կա, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ իսկապես նվիրում եմ։ Գիտեմ, որ դրանք ձեզ ձեր կյանքի ամբողջ ընթացքում անհրաժեշտ կլինեն։ Ինչի մասին եմ ցանկանում, սիրելիներս, այժմ ես ձեզ հետ զրուցել։ Իմ այսօրվա ուղիղետերի ընթացքում ես ցանկանում եմ խոսել կենդանակերպի ջրոց համաստեղության տակ ծնված մարդկանց մասին, ջրոցների էներգետիկայի բնավորության գծերի մասին։ Սիրելիներս, ինչպես գիտեք, ջրոց համաստեղության տակ ծնված մարդկանց մոլորակը դա ուրան մոլորակն է, բայց շատ դեպքերում աստղաբանները սխալ են մեկնաբանում։ Ջրոց համաստեղության տակ ծնված մարդկանց ոչ միայն ազդում է, մարդկանց վրա ոչ միայն ազդում է ուրան մոլորակը, այլև ազդում է Սատուրն մոլորակը, որովհետև քանի որ Սատուրն մոլորակը աջեղջուր մոլորակի աջեղջուր համաստեղության հիմնական մոլորակն է, երբ որ սկսում է ջրոց համաստեղության ժամանակահատվածը, ինքը դեռ չի դադարեցրել իր ազդեցությունը։ Դրա համար ես տեսնում եմ, ինքս ես տեսնում եմ, զգում եմ, որ ջրոցների վրա ազդում է ոչ միայն ուրան մոլորակը, այլև ազդում է Սատուրն մոլորակը, որի պատճառով ինքնըստինքյան ջրոցները ավելի յուրահատուկ հատկություններ ունեն, ավելի բազմակողմանի են, ընդհանրապես ինչքան կենդանակերպի նշանները ավելի աճում են, այնքան իրենք իրենց մեջ բոլոր մյուս նշանների բնավորության գծերը իրենք իրենց մեջ ընդունում են։ Տեսեք, կենդանակերպի վերջին նշանը դարձողներն են եւ իրենք ինքնըստինքյան իրենց մեջ կենդանակերպի բոլոր նշանների բնավորության գծերից որոշակի մասնիկներ ընդունում են։ Ինքնըստինքյան ջրոց համաստեղությունը լինելով 11-րդ աստղային կենդանակերպի նշանի մեջ, ինքը իր մեջ նույնպես պարունակում է կենդանակերպի մյուս նշանների հատկությունը։ Ընդհանրապես, սիրելիներս, ջրոց համաստեղության տակ ծնված մարդկանց տարերկի էներգետիկան, դա օդի տարերկն է։ Երբ որ եգիպտական մոգերը, եգիպտական քուրմերը, երբ որ նախքան քրիստոնեությունը, իրենք երբ որ ջրոց համաստեղության նշանը նկարում են իրենց հերոգլիֆների մեջ, դա կին է, աստվածուի է, աստվածու կերպար է, որը մի ամանից, մի թասից ջուրը լցնում է մյուս թասի մեջ եւ ինքնըստինքյան այդ ազնվորության ոտքերի տակ հենց ցուգ է, երբ որ տեսնում ես այդ հերոգլիֆները նկարված է ցուգ։ Եվ այդ ջուրը շատ դեպքերում դա ոչ թե ջրի շիտ է նման, այլ ինքնըստինքյան էներգիայի հոսքի է նման, այդ շիտը ընկնում է ծգան վրա, որը դուրս է գալիս այդ աստվածու ոտքերի տակից։ Դա արդեն ցույց է տալիս, որ ջրոց համաստեղությունը ինքը հետագայում փոխանցելու է իր էներգետիկան, իր հնարավորությունները ցուկ համաստեղության տակ ծնված մարդկանց։ Գիտեք ինչ է նշանակում այդ երկու անոթները։ Այդ երկու անոթները լրիվ նշանակում է մարդու ողջ էմոցիոնալ դաշտը, մարդկային հոգեբանությունը,
մարդկային էներգետիկան։ Եվ ինչն է երկու անոթը, մեկը լրիվ դրական լիսկեր են, մեկը լրիվ բացասական լիսկեր են։ Այսինքն ջրոց համաստեղության տակ ծնված մարդկանց մոտ երկու լիսկերներ տարօրինակ ձևով աշխատում են։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, իրոք մեր սիրելի ջրոցները իրենք տարօրինակ են, դա վատ տեսքով չեմ ասում, ուղղակի իրենք մեկ ցես թվում է, թե իրենք դեպրեսիայի մեջ են, իրենք իրենց տեղը չեն գտնում, իրենք իրենց սեփական գնահատականը ընկած է, իրենք բարդույթների մեջ են, շատ դեպքերում ոնց որ ալարգոտ լինեն, չցանկանան որևէ գործողություն կատարել, իսկ գալիս է այնպիսի ժամանակահատված, որ իրենք անմիջապես մեծ էներգիա են ստանում եւ նույնիսկ այդ ամիսներով թողած կիսատ գործը իրենք արագ կարգով, եթե մեկը այդ աշխատանքի վրա ամիսներով տանջվում է, ինքը ընդամենը մի քանի օրվա ընթացքում այդ աշխատանքը կարողանում է հասցնել ավարտին։ Դա հենց սիրելիներս կապված է այն մոլորակի ազդեցությունից, ուրան մոլորակի ազդեցությունից։ Ուրան մոլորակը ինքը 98 աշճանի տակ թեքված է եւ շատ դեպքերում ինքը արևի լույսը որոշ ժամանակահատված ազդում է իր վրա, իսկ որոշ ժամանակահատված ինքը ընդհանրապես արևի լույս, արևի էներգետիկա չի ստանում։ Եվ ինքնըստինքյան այդ ժամանակահատվածում, եթե ջրոցների ուրան մոլորակը արև է ստանում, ինքը լիսկավորվում է, ինքը նոր մտքեր, նոր ծրագրեր է ստանում, նոր իդեաներ, նոր հնարավորություններ, ոնց որ մարդու կենսական ամբողջ էներգու համար կարգը լիսկավորվում է, իսկ եթե ուրան մոլորակը ընդհակառակը մտնում է արդեն արևի լույսերից զրկվում է, ինքնըստինքյան ջրոց համաստեղության տակ ծնված մարդիկ դառնում են տարօրինակ դանդաղկոտ, դառնում են տարօրինակ, գնում են մելանխոլիայի, դեպրեսիայի, ապաթիայի մեջ։ Գիտեք ինչ, սիրելիներս, ընդհանրապես Եվ քանի որ մեր սիրելի ջրոցների վրա նաև ազդում է Սատուրն մոլորակը, տվյալ հենց այդ ապաթիայի ժամանակ Սատուրնը ինքը ավելի ուժեղ է ազդում ջրոցների վրա եւ այդ մարդկանց ջրոցների վախերը, ջրոցների ներքին տագնապները, ջրոցների կոմպլեքսները, բարդույթները ավելի են զարգանում, ավելի են գլուխ բարձրացնում։ Մեր սիրելի ջրոցները շատ յուրահատուկ էներգետիկա ունեն, շատ յուրահատուկ հնարավորություն ունեն։ Գիտեք ինչ, սիրելիներս, ջրոցներին ընդհանրապես տված է մեծ ինտուիցիա, կանխազգալու հատկություն։ Իրենց մտքից ինչ դուրս գալիս է, իրենք ինչ որ մտածում են տվյալ մարդու, տվյալ իրավիճակի մասին, դա 100%-անոց ճիշտ է։ Սիրելի ջրոցներ, ուշադրություն դարձրեք, քանի որ դուք ունեք այդպիսի հնարավորություն, ձեր մտքերը ուղղորդեք դեպի լավը, որովհետև ձեր վատ մտածելակերպը նույնպես իրականանում է։ Եթե դուք ինչ-որ հարցի շուրջ, ինչ-որ իրավիճակի շուրջ բացասական մտքեր եք բերում, դուք այդ բացասական մտքերը ինքնըստինքյան կուտակում եք եւ